Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-521 եւ հայաստանյան 060-3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, YouTube-յան եւ Facebook-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Ասլանյան, շնորհակալ եմ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մի քանի թեմա եմ առանձնացրել, թե որքան կհասցնենք անդրադառնալ, ամեն դեպքում հետաքրքիր է լսել ձեր կարծիքը։ Պարոն Ասլանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Աբու Դաբի ստանալու Զայնեթ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը։ Նույն միջոցառմանը հրավիրված է նաև Իլհամ Ալիևը, եւ ինչ է սա նշանակում համաշխարհային փաստորեն այդ միջազգային հարթակներում զոհը եւ ագրեսորը միևնույն հարթակի վրա։ Սա նշանակում է, որ խաղաղություն ասածը պարզապես շոու է միջազգային հանրության համար, եւ ինչպես է գնահատում այս իրադարձությունը։ Շատ հստակ բառ ասացիք, շոու։ Այո, շոու է, ամբողջությամբ, որովհետև իրական խաղաղություն չկա։ Այդ սուտ խաղաղությունը, կեղծ խաղաղությունը երկուսին էլ ձեռք է տալիս, ձեռք է տալիս Փաշինյանին ձեռք է տալիս, որ այդ ֆոնի վրա ինքը կարողանա վերընտրվել, Ալիևին էլ ձեռք է տալիս, որ նրա վերընտրվելուց հետո նա կկատարի բոլոր այն պահանջները, որը ինքը կդնի Փաշինյանի առջև։ Այդ դեպքում միջազգային հանրության օգուտը որն է այստեղից։ Միջազգային հանրությանը բոլորովին էլ չի հետաքրքրում, թե հայ ժողովուրդը կներեք իհարկե, մի քիչ կտրուկ եմ ասելու, միջազգային հանրությունը ինչ արեց 1894-96 թվականների հայկական Աբդուլհամիդյան կոտորածներից հետո։ Միջազգային հանրությունը ինչ արեց 1909 թվականի Ադանայի կոտորածներից հետո։ Միջազգային հանրությունը ինչ արեց 1915 թվականի հայկական մեծ եղեռնից հետո։ Ոչինչ, խոսքեր եւ վերջացավ գնաց։ Յուրաքանչյուր ժողովուրդ, քանի դեռ ինքը չի կարողանում պաշտպանել իրեն, ժողովուրդ չի կարողանում պաշտպանել իրեն, ոչ ոք նրան չի պաշտպանի։ Դրանք սաղ կեղծ են, կներեք ես այդպես եմ մտածում, ես ուրիշ մտածելակերպ չունեմ, 90-ական թվականներին մենք միջազգային հանրությանը չէինք խնդրում, որ գար մեզ օգներ, որ մենք կներեք թուրքի գլուխը ջարդեինք, առաջին պատերազմի ժամանակ էր, թուրքը այն ժամանակ չէր կարողացել Թուրքիային իր թիկունքում կանգնեցնել, թուրքը չէր կարողացել ահաբեկիչներին բերել, պայմանագրեր ստորագրել փոխօգնության համար Պակիստանից, համաձայնության չէր եկել Իսրայելի հետ, եւ 94 թվականին հայկական կողմը միմիայն դեմ առ դեմ կանգնելով Թուրքին, որը այսպես հոխորտում է այսօր, նապաստակի նման փախնում էր այն պատերազմին, որովհետև մենակ էր, հետո նա խելքի եկավ, ինչպես պետք է անի հային կոտրելու համար, պետք է երկու ճակատով աշխատի, մի կողմից հայի ներսից պարակտելու, մյուս կողմից դրսում իր համախոհները գտնելու, եւ Թուրքիա Ադրբեջանին դա այսօր հաջողվում է։ Այն ինչ որ հաջողվում է Ադրբեջանին, մենք հետագայում արդեն զարգացումներին կհետևենք, պարոն Ասլանյան, բայց նաև անդրադառնանք Ադրբեջանի հետ կապված երկրորդ նախագահի ասուլիսը կարծում եմ, որ հետևել եք Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանը, երբ խոսում էին լրագրողները հարց տվեցին Ադրբեջանի միջոցով այդ նավթի հացահատիկի ներմուծման հետ կապված, ինքը հայտարարեց, որ ժամանակին ինքն էլ է փորձել այդ կապերը հաստատել, պարզապես Բաքվում դժվար թե հասկանային այդ իրավիճակը եւ այդ շփումները չի ստացվել։ Հիմա այսօր ինչ է ստացվում։ Բոլորն էլ նախկինում իրենց ժամանակ շփումները փորձել են իրականացնել։ Ինչն է խանգարել, որ այդ շփումները հենց իրական հողի վրա դնեին եւ 30 տարի չկորցնեին այդ ժամանակահատվածը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանին նա չքննադատեց,
այլ սեփական օրինակից խոսեց, որ ժամանակին էլ փորձել է ինքը անել։ Ես կարծում եմ երկրորդ նախագահը այստեղ որոշակիորեն կեղծում է։ Այսինքն այն, որ նախորդ նախագահները թող հանկարծ չլինի, որ մարդկանց մոտ տպավորություն ունի, որ ես նորից նախկիններ եմ ասում եւ այլն, չէ, ես ուղղակի վերլուծում եմ։ Նախորդ նախագահները հենց սկզբից, գիտեք, ամբողջ սխալը ես ասել եմ, հարցին մոտենում եմ որպես պատմաբան, պատմության մասնագետ։ Ամբողջ սխալը դրվել է 1994 թվականի մայիսի 12-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Սարգսյանի թեթև ձեռքով Ղարաբաղ, Ադրբեջան հակամարտությունը, այսինքն ազգերի ազատ ինքնորոշման խնդիրը, նրանք գնացին ստորագրեցին այն հրադադարի տակ եւ դրանով իսկ հարցը տեղափոխեցին տարածքային ամբողջականության, այսինքն հակասություն ստեղծեցին հենց սկզբից 1994 թվականի մայիսի 12-ին ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, նորից եմ հայտարարում, ոչ էլ Վազգեն Սարգսյանը իրավունք չունեին քաղաքական տեսակետից, չգիտեմ իրենց ամբիցիաները, թե ինչոց, գնային եւ ստորագրեին այդ հրադադարի տակ, որովհետեւ հրադադարի տակ ստորագրելով Հայաստանը այն ժամանակ հայտարարեց, որ այդ տարածքների նկատմամբ հավակնություն ունի եւ իզուր չէր, որ երկար ժամանակ Եվրոպան Հայաստանին հայտարարում էր ագրեսոր, այսինքն տարածքային ամբողջականությունը խախտող։ Հիմա վերցնենք այդպիսին բան։ Այսինքն պահանջը գործել է հենց մեր դեմ։ Իհարկե, նրանք երկուսով ստորագրել են մի բան, որով հարցի քննարկումը, իրական քննարկումը մի դաշտից տեղափոխել են, այսինքն Հայաստանին բարենպաստ դաշտից տեղափոխել են Ադրբեջանին բարենպաստ դաշտ, եւ Ադրբեջանը սկսել է թմկահարել, որ տեսեք, քանի որ ընդունված է ուրեմն սահմանների տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային իրավունք, Հայաստանը ագրեսոր է, Հայաստանը գրավել է իմ տարածքի 20%-ը, իսկ եթե նրանք չստորագրեին այդքան քաղաքական հեռատեսություն կամ հայրենասիրություն ունենային, տեսեք հիմա կարող են մեղադրել ասել դու Վազգեն Սարգսյանին ես մեղադրում։ Սպարապետի մասին է խոսքը։ Սպարապետի մասին է խոսքը։ Ես Վազգեն Սարգսյանին միշտ համարել եմ հայրենասեր, բայց նա կներեք նաիվ հայրենասեր էր։ Գիտեք նաիվ հայրենասերը ով է, որին թվում է թե ինք իրենից լավ հայրենիքի համար ոչ ոք չի կարող անել։ Հասկանում եք, եւ Վազգեն Սարգսյանը այստեղ սխալ է արել, գուցե Լևոն Տեր-Պետրոսյանը, գուցե չգիտեմ ոնց է եղել, որ նրանք գնացել ու ստորագրել են։ Ինքնակամ են ստորագրել, պարոն Աստանյան, եթե հակագծեր եք բացում։ Ես գիտեմ, որ Հայր Ալիևը Գրաչովին բավականին երկար ժամանակ պոչից բռնած ման էր գալիս եւ խնդրում էր, որ Հայաստանն էլ ստորագրի։ Ըստ երևույթին Գրաչովը վերջը կարողացել է համոզել, եթե տեսեք պատմության մեջ եթե չկա, բայց վերցնենք այդպես, Հայաստանն ասում էր ինչ գործ ունենք։ Ես ինչ գործ ունեմ այդ հրադադարի ստորագրության հետ։ Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Ադրբեջանի միջև է, այսինքն ազգերի ազատ ինքնորոշման հարցն է։ Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, ինքներդ որոշեք, մանավանդ, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից իրականում դուրս էր եկել օրենքով, սահմանադրությամբ։ Հիշում եք 91 թվականի մարտին Սովետական միությունը դեռ որ կար, հայտարարեց, որ ինքը նոր մարդահամար է անցկացնելու եւ սովետական պետությունը թարմացնելու է։ Այդ ժամանակ այդ օրենքի մեջ Սովետական միությունում մարտից հետո, երբ որ որոշ հանրապետություններ, այդ թվում նաեւ Հայաստանը, հրաժարվեցին մասնակցել այդ մարդահամարին, չէ՞, բանին։ Ինչ տեղի ունեցավ, վախենալով, զգալով առաջիկա հարցերը,
Սովետական միությունը Մոսկվայում որոշում կայացրեցին այսպիսի, որ եթե խորհրդային 15 հանրապետություններից որևէ մեկը փորձի դուրս գալ սովետական միության կազմից, խորհրդային միության կազմից, ապա նրա կազմում գտնվող ինքնավար հանրապետությունները եւ ինքնավար մարզերը Եվս իրավունք են իրավունք ստանում դուրս գալ այդ հանրապետության կազմից։ Եվ ինչ տեղի ունեցավ 91 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց, որ ինքը դուրս է գալիս սովետական միության խորհրդային միության կազմից։ Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հայտարարեց, որ ինքն էլ դուրս է գալիս, տեսեք լրիվ օրենքով գնում է, ինքն էլ դուրս է գալիս Ադրբեջանի կազմից։ Եվ հայտարարեց իր անկախության մասին, եւ շատ շուտով ինքը օրենքով դեկտեմբերի 6-ին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 6-ին հայտաբանը ինչ են ասում, բան անցկացրեց։ Հանրաքվե անցկացրեց եւ հաստատեց իր օրինական իրավունքները։ Այստեղ հարցը բանանում, եթե Լեռնային Ղարաբաղը օրենքով դուրս էր եկել Ադրբեջանի կազմից եւ Ադրբեջանը փորձում էր բռնի կերպով նորից իրեն կպցնել եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոտքի ելավ պաշտպանելու իր իրավունքները, Հայաստանից կամավորները, ոչ թե պետական բանակը, կամավորական ջոկատները գնացին իրենց եղբայրներին օգնության, ապա Հայաստան դու ինչու ես ստորագրում այդ հրադադարի տակ։ Եվ դրանով իսկ Հայաստանին դնում մշտապես պատերազմի վտանգի առջև։ Եվ այդտեղից էլ գալիս են մեր այս 30-ամյա տանջանքները ու կորուստները, որը դեռ շարունակվում է։ Ու պետք է շարունակվի այնքան, մինչև Հայաստանը, հայ ժողովուրդը միավորված ձևով դուրս չգա եւ Ալիևին չասի ռադդ քաշի, մենք էլ իրավունք ունենք քեզանից պակաս իրավունք չունենք։ Պատերազմ ենք ուզում, եթե այդպես ենք խոսում։ Պատերազմ ենք ուզում, պարոն Ասլանյան, եթե այդպես ենք խոսում։ Ընտրության առջև են կանգնած կամ պատերազմ կամ խաղաղություն, որն է հիմա մեզ ձեռ։ Դա է, որ Փաշինյանական ամբողջ այդ խումբը հենց ժողովրդին վախեցնում է պատերազմով։ Ոչ, Ադրբեջանը պատերազմի չի գնա հիմա։ Ես հաստատ եմ ձեզ ասում։ Ադրբեջանը Բայց չէ որ Փաշինյանն է, չէ՞ հիմա ապահովել այդ միջավայրը, որ պատերազմ չի լինելու, պարոն Ասլանյան։ Ոչ մի միջավայր չի ապահովել խաղաղության, այսպես ասած, բոլոր մեթոդները կիրառում են։ Այսօր էլ միասին գնում են մրցանակ ստանալու, իրար ձեռք են սեղմելու, սա չէ՞ որ Փաշինյանական։ Գիտեք ինչ կա, եթե ես մի բան ասում եմ, էլի գանք պատմությանը։ Քիչ առաջ ասացի, չէ՞, մի այսպես շրջանակ անցավ։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Թուրքիի հետ խաղաղությունը միայն ուժով է լինում, երբ դու ուժեղ ես ու երկիրը պետք է ուժեղացնես։ Այլապես կկրկնվի այն ամբողջ պատմությունները, որ քիչ առաջ ասեցի 1894-96 թվական։ Ինչ եղավ։ Համիդյան կոտորածները։ Եվ միջազգային հանրությունը նորից անտարբեր կլինի։ Իհարկե 1907 թվականին որոշվեց, որ պետք է երիտթուրքերին օգնեն եւ այդ հարցում մեծ օգնություն ցույց տվեցին նաեւ դաշնակները, դաշնակցության կուսակցությունը 8 թվականին երիտթուրքերը եկան իշխանության գլուխ։ Ոնց եկան նրանք, ինչ հայտարարեցին, եղբայրություն, հավասարություն, չէ՞, վերջացավ գնաց, հիշում եք Նահապետ ֆիլմում կադր կա Քերի Մանուկի, որ գալիս է գլակը, ասում է խաղաղություն է, եղբայրություն է, Քերի Մանուկն ասում է ես Թուրքի հետ, Թուրքի եղբայրությանը չեմ հավատում, ու ինքը սարերից չի իջնում իր խմբով։ Ինչ եղավ 8 թվականին եղբայրություն գովերքած Թուրքը 9 թվականին Ադանայի սարսափելի կոտորածները կատարեց։ Դրանից հետո նորից հայերը հավատալով այդ նույն Թուրքին, իսկ Ադրբեջանը նույն Թուրքն է, հավատալով Թուրքին,
արդեն 10-11 թվականին ընտրվում է թուրքական մեջլիսի պատգամավոր Գրիգոր Զոհրաբը, չէ, ընկերները 3 թե 4 պատգամավոր ունեին եւ արդեն երջանկության մեջ էին, տեսեք, թուրքը կատարում է իր խոստումները եւ այլն, ընդամենը 4-5 տարի հետո նախապատրաստեցին եւ 1,5 միլիոն հայ կոտորեցին, ում ինչ վեճներ, թե թուրքը խոստացել է եղբայրություն, հավասարություն, ազատություն։ Հիմա էլ է եղբայրության մրցանակը 2-ով վերցնելու են, եղբայրության։ Հայ ժողովուրդը չպետք է խապնվի դրան, Չպետք է գնա Նիկոլ Փաշինյանը։ անձամբ ես, եթե իմ վզին դանակը դնեն, ես Թուրքի հետ առայժմ, քանի դեռ ուժեղ չեմ, ես նրա հետ չեմ բարեկամանա, ես Թուրքի հետ կնստեմ սեղանի շուրջը միայն այն ժամանակ, երբ իմ երկիր այնքան կհզորացնեմ, որ Թուրքին կասեմ լսի, այսպես է լինելու, եթե ավելնորդ բաներ խոսաս, գլուխդ կջարդեմ։ Հավասար մարդիկ են հաշտվում, շատ կներեք դուք տեսել եք թույլն ու ուժեղը հաշտվեն։ Հիմա դու գտնում եք, որ այս մրցանակը մենք չպետք է վերցնենք եւ համատեղ նույն հարթակում չպետք է հայտնվեինք։ Մենք ինչ պետք է Հայաստանի Հանրապետություն այս զայնետ մարդկային եղբայրության այս մրցանակը չպետք է վերցնենք, չպետք է գնա։ Չէ, թող վերցնի, բայց թող չասի սա մեզ հավերժ խաղաղություն է բերել։ Հավերժ խաղաղություն չի կարող բերել։ Ավելին անեմ, 20 թվական, 1920 թվական, Սևրի պայմանագիր, Թուրքիային ստիպում են, որ Սևրի պայմանագրով Հայաստանին նույնիսկ պետք է վերադարձներ 90 քանի հազար քառակուսի կիլոմետր, եւ Ավետիք Ահարոնյանը ոսկեզոծ գրիչը օդում շարժելով, հետո գավառներով բանտալով ասում էր, մենք առաջիկա 100 տարին, հետո ինքը խոստովանում է, որ ինքը շատ սխալվել է, հայ ժողովրդին բերել են խաղաղություն, ընդամենը 47 օր հետո թուրքը հարձակվեց եւ ոչնչացրեց Հայաստանի պետությունը։ Քանի դեռ դու թույլ ես, դու հաշտության մասին չպետք է խոսես, դու պետք է զինվես, ով ինչ ուզում է ասել, դու պետք է զինվես այն աստիճանի, որ թշնամիդ հասկանա, որ քո հետ ուժի տեսակետից չի կարող խոսել, որովհետև ինչպես Նժդեհն էր ասում, ուժն է ծնում իրավունքը, յուրաքանչյուր Նժդեհի ամբողջ ասույթը այսպես է, յուրաքանչյուր ժողովրդի ուժն է ծնում այդ ժողովրդի իրավունքը։ Մենք հայերս մի քիչ խեղաթյուրել ենք Նժդեհյան ասածը, դա ուժն է ծնում իրավունքը, այդ դեպքում դա հասարականում է, եւ ամեն մարդ մտածում է, ես ուժեղ եմ, ուրեմն իրավունք ունեմ, իսկ Նժդեհը նկատի ուներ պետությունը, նկատի ուներ ժողովուրդը, որ յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը ծնում է նրա ուժը։ Եվ հիմա այս պայմաններում Փաշինյանի կառավարությունը 15%-ից ավել կրճատում է իր, որը չնչին է Ադրբեջանի վերաբերյալ, կրճատում է իր ռազմական բյուջեն, այն դեպքում, երբ որ Ադրբեջանը 30% միլիարդների մեջ, որի ռազմական բյուջեն մեր բյուջեի չափ է, ամբողջ բյուջեի չափ է համարյա թե, ավելացնում է 30% նոր զենքերի եւ նոր տեխնիկաների գնումով։ Քանի որ զինված ուժերի մասին խոսեցիք այդ կրճատումները եւ այլն, նաեւ անդրադառնանք հոգեվոր ծառայությունը փաստորեն նախարարի հրամանով լուծարվում է զինված ուժերի մասին, դա եւս հարված է հայ ժողովրդին, ես այդպես եմ գտնում, իրավունք չունեն։ Շատ կներեք, առաջին պատերազմի ժամանակ այն 90-ական թվականների հոգևորականների արկայությունը միանգամից դուխ էր տալիս, չնայած այն ժամանակ հայ զինվորը դուխը հելը իրան ուտում էր, բայց միևնույն է, լավ էր զգում։ Ես գտնում եմ, որ Պարոն Ասլանյան, 90-ականներն ենք միշտ օրինակ բերում, բայց 90-ականների այդ տղաները խորհրդային տարիներում ուսանած, դասիրակված սերունդներ։ Կներեք 20 թվականի կռվի ժամանակ էլ
այնքան հերոս տղեր կային, եթե այդ հերոս տղերքը չլնեին, շատ կներեք Թուրքիան գիտեք, դուք գիտեք որ Ադրբեջանը նախատեսել էր բլիցկրիգով Հայաստանը ընդամենը նախատեսում էին ոչ ավել 1 շաբաթվա ընթացքում ջարդել դուրս գալ, որովհետև Թուրքիա, Պակիստան, Իսրայել, սիրիական ահաբեկիչներ, Ադրբեջան, հասկանում եք, բայց ինչ տեղի ունեցավ հայոց բանակը 18 տարեկան երիտասարդները հայ մարդը անեց կանգնացրեց 44 օր անհավասար պայմաններում անհավասար պայմաններում սարսափելի անհավասար պայմաններում 44 օր կարողացավ կռիվ տալ այդ առանց զենքի, առանց հրամանատարի, առանց ամեն դեպքում մենք սերունդների մասին խոսեցինք չէ, միշտ էլ կա ժողովրդի մեջ էլ միշտ էլ կա այն 5-10% սերուցքը որը անկախ ամեն ինչից, անկախ կրթական համակարգից, անկախ ժամանակներից գենետիկորեն հայրենասեր է, գենետիկա կա, հայի մեջ գենետիկա կա, այդ գենետիկան է, որ հային մինչև հիմա պահպանել է։ Հիմա դու գտնում եք, որ այդ հոգևոր ծառայությունը չպետք է այդպես։ Ես գտնում եմ, որ ամենամեծ սխալներից մեկն այն է, բայց չէ որ Փաշինյանը հստակ գնում է եկեղեցուն պարակտելու, եկեղեցու ես կոպիտ գուցե հնչի, բայց կասեմ, Փաշազադեի ամբողջ ցանկությունն է։ Նրա ելույթը վերջին ելույթներից մեկը, չէ, ինչ ասել է Փաշազադեն, գրեթե կատարում է դա։ Երբ որ նա հայտարարում էր, որ այսօր մուսուլմանական երկրների համար, Ադրբեջանի եւ մուսուլմանական երկրների համար ամենամեծ վտանգը հայկական եկեղեցին է։ Խնդրեմ, եւ Փաշինյանը սկսեց հարձակում հայոց եկեղեցու վրա։ Դրա մասին կշարունակենք խոսել կարճատև գովազդային դադարից հետո։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, ինչ ասք վերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է, պարոն Աստայան, շատ զանգեր ունենք։ Մի հեռախոսազանգ լսենք, որից հետո ես իմ հարցը կշարունակեմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ասեմ պարոնի հետ խոսեմ։ Լսում ենք։ Մարի ջան, ինքը ես գիտեք ինչ Մարի, ես ես մի բան եմ խնդրում, չեմ դատեք, հա, որտեվ ամեն մեկը գալիս այդտեղ խոսում է, զամբաղ, մենք իրավունք չունենք։ Ինչի, ժողովրդի համար է, չէ՞ սա։ Թողեք ասեմ։ Պարզապես կարճ ձևակերպեք, որ կարողանանք բոլորին։ Լավ, մի րոպե։ Այդ նոր մի քիչ առաջ են ամենասկզբում ասում է Փաշինյանի խմբակը։ Փաշինյանը խմբակ չի։ Ինքը վարչապետ է ու շատ լավ վարչապետ է ու կես աշխարհը իրան ճանաչում է։ Դուք նախանձեք, դուք սրիկաներ եք։ Լավ, արդեն սրիկա բառից հետո ես պարտավոր եմ անջատել, որտեվ 1000 անգամ ձեզ մեր եթերից խնդրել ենք պիտակավորումներ, որակավորումներ չանել, որտեվ ես թույլ չեմ տալու, որ շարունակեք ձեր այդ տոնով ձեր հեռախոսազանգը ամեն դեպքում հարցը ձևակերպեք եւ կպատասխանենք։ Ամեն դեպքում սկզբի հատվածը պարզ էր։ Տիկինը ձեզ մեղադրում է Նիկոլ Փաշինյանի։ Ես որևէ բան չունեմ ասելու տիկնոջը, թող ինքը իր կարծիքների մեջ մնա։ Ընդ որում զանգը հեռավոր Միացյալ Նահանգներից էր, ասեմ։ Պետք չի ասել ամբախ խոսել, որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանը իսկի ինստիտուտը չի ավարտել, պարոն Ասլանյանը եւ մասնագիտությամբ եւ իրավաբան է եւ միջազգայնագետ եւ պատմաբան, այդ մարդը չի կարող այդքան գիտելիքների մեջ ամբախ խոսել։ Ես ստեղից չեմ վերցնում խոսում։ Քիչ առաջ ես բացատրություններ էի տալի։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, գիտեք, մի հետաքրքիր Աշխարհը ճանաչում է Նիկոլ Փաշինյանին, մեր վարչապետին։ Կներեք, ճանաչված լինելը մի բան է, ես դա բազմաթիվ անգամ եմ ասել, ճանաչված լինելը մի բան է, հարգված լինելը մեկ ուրիշ բան, հասկանում եք, օրինակ, ոնց ասեմ, աշխարհը Հիտլերին էլ էր ճանաչում, աշխարհը Մաո Ձեդունին ու Ֆորպոտին էլ էր ճանաչում, հետո ինչ, այդ մարդիկ իրենց երկրների Մադուրոին էլ էր ճանաչում վերջում։ Մադուրոին էլ են ճանաչում, այնպես որ իսկ ինչ վերաբերվում է այն մարդկանց, ովքեր մտածում են, գիտեք ինչ կա, ցավալին որն է, այստեղ նորից նախորդ իշխանությունների ձեռագիրն է մեղավոր, որ եթե նախորդ իշխանությունները այդքան վատը չլինեին, ապա Նիկոլ Փաշինյանը երբեք իշխանության չէր գա։ Տեսեք, եկել է մարդ, որը իր պարտականությունները թեկուզ եւ ինչ որտեղ ձևական անում է իր պարտականությունները, որովհետեւ շատ կներեք, ասֆալտ է անում, բայց դա նրա պարտավորությունն է, որտեւ ինքը պետությունն է եւ դա իր գրպանից չի դնում, դա պետության բյուջեից է վերցվում եւ արվում է։ Ճիշտ է թե ոչ։ Դպրոց է կառուցում, չգիտեմ ինչ է անում, մանկապարտեզ է կառուցում, բայց չէ որ դա նա պարտավոր է անել, որովհետեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին իսկ կետում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական, իրավական ինքնիշխան պետություն է։ Եթե դու սոցիալական պետություն ես, ուրեմն ասֆալտն էլ պետք է անես, դպրոցն էլ պետք է կառուցես, եւ չպետք է ասես, տեսեք, ես ասֆալտ արեցի, տեսեք, ես դպրոց կառուցեցի։ Դա քո պարտականությունն է, ոչ թե ուրիշ բան։ Դե խոսում են, ասում են, քանի որ նախորդ ղեկավարները իրենց պարտականությունները չեն կատարել, այդ նույն դպրոցները, որ հիմա վերակառուցում է կամ կառուցում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մենք գիտենք նախկին դպրոցները ինչպես են եղել, քանդված, կիսաքանդված, վառարաններով էին դասարանները տաքացնում։ Ես ինքս 40 տարի դասավանդել եմ, դուք ճիշտ եք, բայց չի նշանակում, որ եթե դրանք չեն արել, եւ այս մեկը եկել է եւ անում է, ուրեմն ինքը հերոս է։ Ոչ։ Հերոս է,
արդեն փաստորեն ունենք առողջապահության ապահովագրություն, թեև թոշակները չի բարձրացվում, Առողջապահության բայց 50,000 մարդ Հիմա նորից ասեմ, ամեն ինչ չէ, տնտեսագիտություն էլ կա, ես տնտեսագետ չեմ։ մարդիկ ինչպես են գնահատում ղեկավարի աշխատանքը, երբ իրենց ընտանիքի անդամի երես մաշկի վրա զգում են այդ բարօրությունը։ Ոչ, Հիմա ուրեմն տեսեք, եթե մարդը միայն մտածում է, թե այդ բոլորից ինքը իր ընտանիքը ինչպես է շահել, դա սխալ է, որովհետև առաջին հարցը պետք է լինի, այդ բոլորից երկիրը ոնց է, ինչով է շահել։ դե մարդկանց հոգսերը այնքան են շատացրել, որ արդեն այդ հարցը Քանի դեռ մենք մեր հայրենիքը, մեր երկիրը չենք սիրում ավելին, քան մեր ընտանիքը, եւ ընտանիքը երկրորդ տեղում պետք է լինի, ուրեմն մենք դեռ իրավունք չունենք ոչ պետություն ունենալու, ոչ էլ հասարակություն ենք նորմալ, որովհետև համար առաջինը երկիրն է։ Գիտեք մի օրինակ բերեմ, օրինակ ինչու են մարդիկ ամեն հարցով վեր կենում եւ Անդրանիկի, Նժդեհի, Աղբյուր Սերոփի ու Գևորգ Չաուշի կենացները խմում կամ Դրոյի, որովհետև այդ մարդկանց համար ընտանիքը երկրորդ տեղում է կանգնած եղել, համար առաջինը եղել է հայրենիքը, սիրելիներս այդ տիկին, ես իմ հայրենիքի համար կյանք եմ դրել ու էլի կդնեմ, եւ ոչ ոք ինձ իրավունք չունի ասելու անբախ զամբախ խոսում եք, երբ չգիտեմ դուք քանի տարեկան եք, 90-ական թվականներից ես պատրաստ եմ եղել իմ կյանքը տալու հայրենիքիս։ Պարոն Ասլանյան, մեկ զանգ էլ պատասխանենք, որտեվ ամեն դեպքում այս մեր ուղի եթերը նաև մեր հեռուստադիտողների արտահայտվելու համար է։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք, խնդրում եմ կարճ ձևակերպել ձեր հարցը։ Բարև ձեզ, շնորհում եմ ձեզ եւ ձեր հյուրին, հարցս հետեւյալն է։ Ես իր հետ մոտ 80% համաձայն եմ, որպես Ազգային ժողովի պատգամավոր եւ հին պատմաբան որպես փորձագետ։ Դա ճիշտ բաներ տվյալներով ասում եմ, բայց երկու հարցում համաձայն չեմ, իմ հարցս այսպեսին է։ Ասում եմ, որ պետք է մենք չհամաձայնվենք, խաղաղություն չանենք, ելենք համաձայն չենք, պատերազմի գնանք։ Առաջինը, մենք պատրաստ չենք, այդ զենքը չունենք։ Եվ երկրորդ, եթե մենք մեր ամբողջ բյուջեն դնենք եւ զենք առնենք, նորեն չենք կարակրվենք, որովհետեւ այդ զենքը պետք է օգտագործել, մենք պետք է ժամանակը ճիշտ օգտագործենք եւ պետք է որ այդ ժամանակում հիմա չգիտեմ Փաշինյան ճիշտ չէ, ինձ կարծիքով ինչ որ ճիշտ է 60-70%-ով պետք է հիմա մենք զենքեր ենք առնում Հնդկաստանից եւ Լավ, հասկանալի է։ Մի րոպե, ամենավերջի կարևոր հարցը։ Կարող է եւ ժամանակ աշահում, որ այդ ժամանակ մենք եւ Թրամփը որպես խաղաղություն պաշտպանում, այդ ժամանակ մենք ուժանանք, ասածպես իր խոսքն եմ ասում, որ ուժեղել ենք, այն ժամանակ տարած բոլորի հետ կռվեց, մի հատ է վրեն թքեց, ասեց ոտերը չարտեն, մենք ժամանակապետ ուժանանք։ Շնորհակալ ենք։ Մեզ ուժեղացնում է ժամանակ աշահում, շո պատասխանին։ Շնորհակալ ենք զանգի համար։ Շնորհակալ եմ հարցի համար, հարգարժան ընկեր, ձեր տված հարցին, բայց ես արդեն պատասխանեցի, ես չասացի հենց հիմա մենք պատերազմի գնանք, մենք պետք է կարողանանք հզորանանք, մենք ոչ թե կարողանանք, մենք պարտավոր ենք հզորանալ, եւ այդ հզորացումը կլիներ այն դեպքում, եթե այսօր որոշակի իսկապես միջոցներ ուղղորդվեին, ասենք, ռազմարտունաբերության զարգացմանը, եթե մեր ընկերը մոտիկ տեղ է ապրում, չգիտեմ, եթե Միացյալ Նահանգներից է զանգում։ Միացյալ Նահանգներից, ուրեմն ասեմ, շատ բաներ կան, որ հիմա այսպես ես չեմ կարող, որտեվ երկար խոսակցություն կլինի, բայց ես ներսից եմ ու ես գիտեմ, որ այսօրվա դրությամբ մենք քանի գնում հետ ենք մնում Ադրբեջանի վասկից։ Այսինքն ժամանակը չենք շահում, խոսքը դրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները Իրականում այս 4 տարվա մեջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ռազմական պոտենցիալների տարբերությունը ոչ միայն չի հավասարվել, ոչ միայն չի պահպանվել նախկինը, այլև
էլ ավելի մեծ բան է կատարվել։ Ամեն դեպքում դուք չեք գտնում, որ սա ժամանակի շահում է հզորանալու եւ հավասարը հավասարի։ Եթե ես զգայի, որ հզորանում ենք, բերանը սուս կփակեի։ Պարոն Ասլանյան, մենք խոսեցինք հենց հզորանալու մասին ենք խոսում, շեշտադրումը միշտ դնում ենք զինված ուժերի, մեր հերոստատիտողն էլ ասեց, պետք է զենք, եթե ունենք, զենքը օգտագործող է պետք, մեզ պետք է տնտեսություն, որ արտագաղթ չլինի, մենք ունենանք նաև զինվոր։ Այո։ Սա էլ չեք տեսնում այդ տնտեսական ցուցանիշների մասին Նիկոլ Փաշինյանը բավականին գեղեցիկ այդպես թվերը ներկայացնում է, աշխատատեղեր ունենք բացված, մարդիկ 8000-ից ավել մարդ եկել է եւ հետ չի վերադարձել, մի խոսքով թվերը այլ բան են ասում, որ մեր տնտեսական ցուցանիշները բավականին բարվոք են։ Բոլոր ցուցանիշները ինչ որ խոսում են, բոլորը մանիպուլացված են։ Կներեք, ես չեմ հավատում, որովհետեւ բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ այդպես չէ, ինչպես իրենք են ասում։ Առողջապահության դպրոց են կառուցում եւ այլն, շատ կներեք, ներքին Գետաշենի դպրոցը 2 տարի առաջ սեպտեմբերին պետք է հանձնվեր, մինչև հիմա հանձնված չէ։ Բայց ընդգրկված է, որ արդեն եսի ինչեր են արել։ Եվ այդ ամենամեծ գյուղերից մեկն է, որտեղ գյուղում 2 դպրոց կա եւ 2 տարուց ավել է, երեխեքը կիլոմետրերով քայլում են մի դպրոցից մյուս դպրոցի տեղը, որպեսզի կարողանան երկրորդ շրջանով դասի նստեն։ Ինչի մասին է խոսքը։ Դպրոցներից որ խոսեցինք, դպրոցներում կա նաև մանկավարժների փաստորեն հաստիկների թափուր հաստիկներ կան բավականին շատ։ Այո, հիմա մանկավարժական համալսարանում ընդունելության։ Գիտեք ինչ կա, դպրոցից եթե խոսենք ընդհանրապես խայտարակ վիճակ է։ Նախ, տեսեք, անցյալ սեպտեմբերին մեր ընկերներից մեկը ինձ հրավիրեց դպրոց։ Ես համաձայնվեցի։ Գնացի դպրոց եւ անմիջապես ինչ որ մարդիկ մի մեծ բան բարձրացրին, թե տեսեք նախկին ԿՊ-ականը դպրոց է մտել 71 տարեկան մարդ, իսկ 63 տարեկանին հանել դուրս են գցել։ Դե ատեստացիաներ մեջտեղ բերեցին մարդիկ արդեն։ Բայց այդպիսի բան չէ, կեղծիքի մասին է էլի, ես հիմա դպրոցից էլ կգամ։ Եվ ասենք անամբոթաբար այդպիսի բաներ գրել, այն դեպքում, երբ որ այսօր միայն Երևանում 1000 մանկավարժի թափուր տեղ կա, սա մեկ։ Երկրորդ, ինչու ատեստացիան չի գնում այն հունով, ինչ հունով, որ պետք է ասենք նախատեսել, արդյունքներ չի տալիս։ Հիմա ես կարող եմ որպես երկարամյա ուսուցիչ ասել, ատեստացիոն այդ process-ը ամբողջությամբ տապալված է, որովհետև եթե կրթության նախարարը կամ հանրակրթության ձևով վարչության պետը եւ այլն գնային դպրոց, տեսնեին, որ այդ նույն ուսուցիչը, որը ես ուսուցիչներին չեմ մեղադրում, ուսուցիչը, որը 80%-ով հաղթահարել է եւ բարձրացրել է իր աշխատավարձը, դասարան է մտնում եւ դուրս գալիս նույն մակարդակով, ինչ մակարդակով եղել է մինչեւ այդ ու տարիներ շարունակ։ Ուղղակի նա նստել է, լավ անգիր է արել կամ ինչ որ ձևով գուցե կարողացել է տիրապետել ու ստացել է, բայց դա չի ազդել նրա կրթական կարողությունների բարձրացման վրա։ Ես ժամանակին առաջարկել եմ, այդպես չպետք է լիներ, տարբերակը հետևյալն էր, պետք էր մինիմում աշխատավարձը, տեսեք, մինիմում աշխատավարձը, երբ որ դու ուսուցչի մինիմում աշխատավարձը կդարձնես 250-ից 300 եւ դրանից հետո նոր կամավոր ատեստացիա կդնես, որ ասենք մարդը, որը 300 ստանում է արդեն եւ կամավոր ատեստացիայով եւս 40% փորձի ավելացնել, այդ ժամանակ նոր դա լուրջ կլինի։ Թող իմ սիրելի ուսուցիչները, որոնք կլսեն ինձ, համոզված լինեն, առաջիկա ընտրություններից հետո կրթական համակարգում այս եւ նման բարեփոխումները
եթե պարոն Ասլայանը հայտնվի նորից այնտեղ, արդեն բոլորովին ուրիշ տեսակով է գնալու, որովհետև այն ինչ խայտառակ ձևով անում են ատեստացիայից սկսած, վերջերս ինձ զանգահարում են դպրոցներից մեկում, անգլերենի այդ քննությունը, որ հունվարյան, այնքան սխալներով են տարել դպրոց, որ ստիպված են եղել նորից է նայել, հետո նորից բերել, հետո էլ բան անել։ Սիրելիներս, դա նշանակում է, որ դուք կառավարման համակարգին եւ գործին չեք տիրապետում, որովհետեւ չեք բերում պրոֆեսիոնալների, չեք բերում մարդկանց, ովքեր աչքերը փակ կանեն այդ բոլորը, իսկ դուք քանի որ ոչ կյանքի փորձ ունեք, ոչ մասնագիտական փորձ ունեք, եկել եք, նստել եք, ավելացել են բռնության եւ դրամահավաքի դեպքերը դպրոցներում։ Այո, դե ես չեմ ուզում այդ 25 թվականին դրանք 37% են կազմել, եթե 24 թվականին եղել ընդամենը 6%։ Ես չեմ ուզում դրան ասել, որովհետև այդպես է, որովհետև ուսուցիչ այսօր շատ վիրավորված է։ Ուսուցիչը ստանում է, ենթադրենք, շատ կներեք 100,000, հետո պետք է ստանա 130,000։ Այդ 30,000 Գնա տեստերը հանձնի, ատեստացիանցի փոտ կավելանա, դրան չէ որ դա էլ օբյեկտիվ մոտեցում է։ Ես սեպտեմբերից մինչև հունվարի սկիզբը աշխատել եմ, հիմա շատ զբաղված եմ, ստիպված նորից դուրս եմ եկել։ Սարսափելի է դպրոցի այն իջա, դպրոցում չկա սովորելու հոգեբանություն։ Իսկ կա դասավանդելու հոգեբանություն։ Պատկերացրեք, որ ուսուցիչների մեջ ավելին կա։ Ուսուցիչի մեջ ավելին կա, ուսուցիչը, որը տարիներ շարունակ տվել է, ինքը երբեմն իներցիայով է գնում, իսկ երեխան իներցիայով չի գալիս, երեխան ուղղակի գալիս է, և ինչ է տեսնում, տեսնում է, որ դպրոցում չկա այն միջավայրը, որը կոչվում է կրթական միջավայր։ Ես մի երեխայի հարցնում եմ, ասում եմ, ինչու ես եկել դպրոց, ասում եմ, եկել եմ, որ ընկերներիս տեսնեմ։ Այսինքն դպրոցը վերածել են ընկերներին տեսնելու, ընկերական շրջապատում խոսելու, և այլն։ Դասարանից մեկում 9-րդ դասարանում ես ասի, գիտեք երեխեք, ասի, ես իրականում դպրոց եկել էի, ժամանակ ունեի, և իմ ամենակարևոր բանը, որ կար իմ մեջ, նպատակը ձեր տարիքի երեխեքի աչքերից գունավոր ակնոցները հանելն էր, որ դուք հասկանայիք ինչ է կյանքը, որովհետև եթե դուք չեք հասկանալու կյանքը, դուք այսպես ուղղակիորեն կմեծանաք որպես ձրիակերներ։ Ասին պարոն Ասլան, ինչի եք ձրիակեր, բասի պատկերացրեք, ձեր ծնողները աշխատում են, ձեզ կերակրում են, հագցնում են, պահում են, ուղարկում են դպրոց։ Այդ բոլորի դիմաց դուք պետք է վարձահատույց լինեք ձեր սովորելով։ Եթե դուք այդ բոլորի դիմաց վարձահատույց չեք լինում, ինչի եք վերածվում։ Վերածվում եք ձրիակերի, որովհետև դուք ստանում եք, բայց չեք տալիս։ Սարգիս Կարապետյանը հիմա այդ կարծիքին չէ եւ հայտարարություն արեց Սամվել Կարապետյանի որդին, Սարգիս Կարապետյանը, ասում է, որ առողջ հասարակությունը եւ առողջ Հայաստանը բոլոր իմաստերով լինելու է իրենց գլխավոր նպատակը։ Եվ մի արտահայտություններ արել կանանց հետ կապված, որը դարձավ համացանցի գլխավոր քննարկման թեման։ Հիմա կան ուժեր, որոնք պատրաստ են գալ եւ այսպես ասած, հենց ինչպես Սարգիս Կարապետյանի ինքն է ասում, դեմոգրաֆիական խնդիրներ կլուծեն, Հայաստանի ժողովրդին էլ կառողջացնեն, թե հոգեբանությունը ժողովրդի, թե իրավիճակը, սրան ինչպես եք նայում։ Ամեն դեպքում սա պայքարի մեջ մտած ուժի մասին ենք մենք խոսում եւ բավականին ծառակշիռ։ Ես շատ եմ ցավում այդ հայտարարությունների համար, այդ երիտասարդները չեն պատկերացնում, իրենցն էլ է վերաբերվում, երիտասարդները չեն պատկերացնում կառավարման համակարգը, գուցե իրենք լավ են պատկերացնում իրենց բիզնեսները, բայց կառավարման համակարգում, գիտեք, կառավարման համակարգում ես սովետական շրջանում, հիմա անցնեմ
որպեսզի խոսքս հիմնավոր լինի։ Սովետական ժամանակահատվածում եղել եմ այլախոհ։ Բայց սովետական համակարգը մի կարևոր բան ուներ, որը հիմա պարզ երևում է, որ լավն էր։ Կրթությունը։ Չէ։ Այն մարդիկ, ովքեր պետք է կառավարման համակարգ մտնեին, շկոլա էին անցնում, դպրոց էին անցնում որոշակի։ Չկար այտենց, որ մարդը գիշերը քներ որպես ուսանող, առավոտյան զարթներ որպես պատգամավոր։ Կամ լիներ վարչապետ 3 միլիոն։ Կամ լիներ Կամ վարչապետ։ 1 դրամով վարչապետ։ Դա ուղղակի абսուրդ է։ Կառավարման համակարգը այնպիսի մի համակարգ է, որը պահանջում է ամեն վայրկյանի, ամեն օրյա, ամեն ժամյա, ամեն վայրկյանի աշխատանք, պատկերացում, թե ինչ է կատարվում։ Ամեն մարդ չի կարող դիմանալ դրան։ Կառավարման համակարգը շատ նուրբ է, շատ հսկայական է։ Ես հաճախ եմ ասել, որ պետք է կառավարման դպրոց անցնեն մարդիկ, աստիճանաբար բարձրանալ, ոչ թե միանգամից թռան հասան այդտեղ։ Հասկանում եք, տեսեք, հանկարծ նոր հիշեցի 21 թվականին ընտրությունները։ Ես նույնպես քարոզարշավ էի անում եւ մեգամոլի դիմաց մի կին ինձ մոտեցավ, ասեց 6 տարի առաջ էր, չէ, 21 թվական 5 տարի առաջ է, ասեց դա մեծ մարդ ես, ինչ գործ ունես, թող այդ երիտասարդները գան, այդ երիտասարդները, բայց ասի ինչի երիտասարդները գան, մեզ մեծերս Անելիք չունենք։ Անելիք չունենք, բա թե չէ, դե մեծերը եսիմ է, կեղտոտված են, են եւ այլն, այս երիտասարդները մաքուր կենսագրություններով են, թող մաքուր կենսագրությունով գան իշխեն, լավ կլինի մեզ համար, հիմա այդ կինը չգիտեմ, լսում է թե ոչ։ Ես նրան մի բան պատասխանեցի։ Ասի դուք ճիշտ եք, բայց դուք արդյոք գիտեք այդ երիտասարդները փողի փորձություն անցել են, տեսել են փողը ու չեն գողացել, իշխանության փորձություն անցել են, ստացել են իշխանություն ու չեն չարաշահել այդ իշխանությունը, վախի իշխանությունը անցել են։ Հիմա այդ փողի փորձությունը քաղաքացիական պայմանագիր ինչպես է անցել կամ անցնում։ Շատ վատ տեսակետից։ Եվ այդ պարգևավճարներն են, թե Միայն պարգևավճարները չեն։ Շատ վատ տեսակետից։ Այս իշխանությունը, մեր ընկերը նեղացավ ընդեղ, որ ասեցի խմբակը, քպայական, շատ կներեք, Աստված տա, որ Նիկոլին ժողովուրդը կարողանա հեռացնել, նրա հեռացումից հետո շատ շատերի վրա քրեական գործեր կբացվեն։ Ես չեմ ասում հիմա ուրիշ տեսակ, բայց եթե Նիկոլը գնաց իրենց պաշտպանը, այնտեղ շատ մարդիկ կան, որ կեղտոտվել են։ Հանկարծ ինձ չմեղադրեն ասեն, որ ասեք ովքեր են։ Ոչ, ես չեմ ասի, բայց ես գիտեմ ու երբ որ իշխանությունը արդեն ԿՊԻ-ը չլինի, այդ մարդկանց, որովհետև հիմա դուրս կգա, որ ես ստախոս եմ, եթե անուններ տամ, որովհետև անմիջապես այն նրանք, ովքեր անում են, կծածկվեն դրանք, ու ես դա ներսից գիտեմ, կներեք։ Պարոն Ասլանյան, այլ հարցերի մասին էլ եթե կհարցենք խոսենք, բայց ես մի հարց ունեմ եւ արդեն որ երրորդ հաղորդումն այս հարցը բարձրացնում եմ, նույնիսկ նամակներ եմ փոխանցել Ալխազ Ղազարյանին, հիմա այս նամակը ուզում եմ նաեւ որպես պատգամավոր ձեզ հանձնել։ Մյուս թեմա Ալխազ Ղազարյանին քաղաքացիական պայմանագիր կուսակցության իմ հյուրն է եղել։ Խնդիրը հետեւյալն է։ Մենք մայր ունենք շաքարային դիաբետիկով երեխա ունի եւ արդեն 1 ամիս է դառնում օգնության կանչ, օգնության ճիչ, չգիտեմ ինչպես կարելի է բնութագրել, նամակներ է հղում եւ Նիկոլ Փաշինյանը եւ առողջապահության նախարարին, խնդիրը որն է։ Շաքարային դիաբետիկ երեխաները 18+-ների մասին է խոսքը, երբ արդեն հաշմանդամության կարգ ստանալու հետ խնդիր ունեն, դեղորայքի հետ խնդիր ունեն։ Ես հիմա այսօր ձեզ կփոխանցեմ Ալինա Աղաջանյանի նամակը, որը գրվել է Նիկոլ Փաշինյանին եւ բազում նամակներ եւ
նախարարությանը եւ սոցիալնախարարության եւ առողջապահության նախարարությանը եւ կխնդրեմ այս հարցը բարձրացնել, որտեղ երեխաների վիճակը իրոք շատ ծանր է։ Այն միջոցները, ծնողները, որ պետք է օգտագործեն նրանց առողջությունը վերականգնելու եւ այլն, չի բավականացնում։ Ընդհանրապես մեկ նախադասություն կարող եմ ասել, որ հիվանդությունը տարիք չի հարցնում։ Առաջի տիպի դիաբետը 18 տարեկանից հետո չի անհետանում։ Սա մոր օգնության ճիշտն է եւ ասեմ, որ երեխան ընկել է կոմայի մեջ, փորձել է նրան տանել պոլիկլինիկա եւ այնտեղ պետք է հետազոտություն անցնի, սարքը չի աշխատել, նրան ասել են կգնաս, հետո կգաս։ Ես այս նամակը կհանձնեմ ձեզ եւ հուսամ, որ դուք այս մեր ծնողի ձայնը կբարձրացնեք ազգային ժողովում։ Տեսեք, Գազայի երեխաների համար մենք պատրաստ ենք, չէ՞, հիմա ինչ որ բաներ անելու։ Կներեք, իհարկե Մենք սիրում ենք, չէ՞, մեր երեխաներին կենացներ ենք ասում, հիմա այլ ուրիշների երեխաների համար ենք պատրաստ, բայց մեր երեխաները դրա կարիքը ունեն։ Ճիշտ է, այս ապահովագրություն, առողջապահության, բայց ոլորտներ կան, որ դեռ հում են, պետք է մշակվի եւ այլն, բայց երեխաները, ովքեր կյանքի համար պայքարում են, նրանք չեն այդ սպասում։ ապահովագրության համար ասացիք, այդ ապահովագրությունը իրենք հաշվարկել են, թե փողերը երբ կավարտվեն եւ մնացածները ոնց առանց փողի Ընդ որում կմնան։ մեկ ամսվա մեջ 50,000 արդեն թոշակառու 65+ Շտապում են, որովհետեւ Դե բաժանենք 6 ամիսների, ամեն ամիս 50,000 գումարը, որը տրամադրվել է դրան, առնվազն կրկնակի քիչ է։ Հասկանում եք, այդտեղ էլ է Իսկ խապկանքը։ ինչպես են բարձր այդ գումարները հավաքագրելու, հարկեր նորից կբարձրացնեն, հա, ինչպես է լինելու։ Անցյալ օրը մեկը եկել կատաղած խոսում է, ասում է, պարոն Ասլանյան, ասում է, հասարակ անալիզներ պետք է տամ, ասում են այսքան տուր, 68 տարեկան մարդ է, հասկանում եք, ասում եմ ոնց, հա ասում եմ, չէ, մենք ուրեմն ամիսը 2 հատ անալիզի հնարավորություն ունենք, ամիսը 2 հատ։ Պարոն Ասլանյան, ինձ հուշում են, որ 5 րոպե ժամանակ է մնացել, ինչի մասին կուզեիք կարևոր խոսել, որը չհասցրեցինք քննարկել։ Ես կուզենայի, որ առաջիկա ընտրություններում մեր ժողովուրդը շատ լուրջ վերաբերվի ընտրությանը, որովհետև սիրելիներս դա ոչ միայն ձեր կյանքը, ձեր երեխաների կյանքն է, առաջի հերթին դա մեր հայրենիքի գոյության եւ չգոյության կյանքն է, խոսքն է։ Այս ընտրությունները շատ ճակատագրական են լինելու։ Շատ Ռոբերտ Քոչարյանն ասում է ինքն է միակ մարդը, որ այս իրավիճակում կարող է Հայաստանը դուրս դա իր կարծիքն է։ Ես էլ կարծում եմ, կներեք, ես էլ կարծում եմ, որ ես եմ։ Գիտեք ինչու։ Որովհետև ես ամբողջ կյանքում ոչ մի կաշառք չեմ վերցրել, ոչ մի կաշառք չեմ տվել։ Եվ եթե ես լինեմ, չնայած ես չեմ լինի, ես խոսքի մեջ ասի, ես լինեմ, առաջի հերթին իմ ամբողջ պայքարը կուղղեմ կոռուպցիայի դեմ, որովհետև երկրի հիմնական քանդողը այդ կոռուպցիան է։ Երբ որ մարդիկ գալիս են իշխանության, հարստանալու եւ իրենց բարեկեցությունը ավելացնելու, ոչ թե ժողովրդի ցավերը լուծելու։ Մեր ձևովը չի լուծելու այդ հարցը։ Գիտեք ինչ կա, քանի դեռ գործի մեջ չեմ տեսել, բայց քիչ առաջ ասացի, այն մարդիկ, ովքեր կառավարման համակարգից բավականին հեռու են, կառավարման համակարգից, կարող են եւ սխալվել։ Կառավարման համակարգը շատ լուրջ է պահանջում աշխատանք, շատ լուրջ։ Դուք ուղղակի չեք պատկերացնի, թե դա ինչպիսի ծանրություն է։ Ես կարծում եմ, որ եթե ես լինեի վարչապետը, 2 ամիս հետո կգժվեի, որովհետև երկրիս առջև այնքան ծանրացած խնդիրներ կան, որ ժամանակ չկա ու չէր կարող լինել, որ ես գնայի դմփուց սմփանել։ Այդ դեպքում ինչու հրաժարվեցիք Փաշինյանի կողքին լինել եւ նրան օգնել, որ չգժվի։ 2 տարուց ավել 21 թվականից մինչև 24 թվականը համարի թե 3 տարի ես ներսում եւ պարոն Աղազարյանը եւ ես մենք ներսում ինչքան հնարավոր է փորձել ենք ես միարդով ասել եմ ես նույնիսկ պարոն Փաշինյանին ասել եմ ես պատրաստ եմ առանց վարձատրության ձեզ կադրային գծով խորհրդական աշխատել
առանց վարձատրության, որովհետև դուք այսօր մարդկանց եք նշանակում պոստերի, որոնց համար իրենց ընտանիքից բաց ուրիշ ոչ մի բան չկա, ոչ հայրենիք կա, ոչ երկիր կա, ոչ մի բան։ Ասել է, ոնց կլինի, պարոն Ասլան, ձեր ստատուսը ինձնից բարձր է, դուք եք ինձ ընտրում։ Ես հասկացել եմ, եւ հետո գիտեք ինչ կա։ Ես գիտեմ, որ ես ներսում եղել եմ այնքան ժամանակ, ինչքան ժամանակ, որ ես փորձել եմ եւ պարոն Աղազարյանը եւ ես մենք փորձել ենք որոշակիորեն դեմ դուրս գալ այն բոլորին։ Դուք նկատել եք, որ 24 թվականին, ասենք, դեկտեմբերին մեզ դուրս շպրտելուց հետո Փաշինյանի խոսույթն ու գործելակերպը ինչքան միանգամից կոպտացավ։ Զսպում եք։ Դա զսպողական բան էր կատարվում։ Մեզ ոչնչացնելով, իրակարծիքով, մեզ դուրս հանելով, բոլորի աչքը վախցրեց։ Բոլորը սսկվեցին եւ սկսեցին երգել այն երգը, ինչ ինքը կանի։ Եվ երգում են, եւ պարում են, եւ ցմփանում, թռնում են, դմփանում, իջնում են։ Վերջը լավ լինի։ Վերջը ժողովրդից է կախված, սիրելի ժողովուրդ, կրկին եմ ասում, շատ լրջորեն պետք է գաք ընտրության։ Մեր ու մանուկ բոլորով, քիչ առաջ ես դա էի ասում, եթե թոշակառուին ասում է 10,000-ը ինչ պետք է անես, եթե Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում վարչապետն այդպիսի բան ասեր, ընտրություններին նրան գրողիցոցը կուղարկեին։ Իսկ այստեղ մեր ժողովուրդը Փաշինյանը նպատակ ունի կամ մտածում է այսպես, ես սենց կանեմ, հեսա մեր ժողովուրդը իր մտածողության համապատասխան կասի, դե որը տենցատով ոչ էլ գնալու եմ ընտրության ինչ ուզում է լինի եւ ինքը կշահի։ Բոլոր նրանք, ովքեր չեն գա ընտրության, ընտրելու են Փաշինյանին։ Ոչ մեկը հանկարծ չասի, որ ես չեմ գնացել ընտրության։ Ինքը հենց ասի չեմ գնացել ընտրության, ուրեմն ինքը ընտրել է Փաշինյանին։ Շնորհակալություն պարոն Ասլանյան, այսօրվա հաղորդման համար մեր ժամանակը մոտեցավ արդեն ավարտին։ Կհանդիպենք եւ կհանդիպենք։ Խարաշ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։